Հիմա փորձենք հասնենք ոնց էր ձևավորում այդ էլիտան, այսինքն ինչի հիման վրա ինչ արժանինքներ ու առավելություններ։ Դա արդեն երևի սկզբնական փուլում պետք է մտածել, որ զինվորներ էին, հա։ Չէ, զինվորների խնդիր չի եղել, հա։ Ամենայն հավանականությամբ Ժակոբեն ունենք, ուրեմն ինքը ասում է, որ նեոլիթյան հեղափոխության հիմքում ընկել է սիմվոլների հեղափոխությունը, խորհրդանշանների հեղափոխությունը եւ այլն, նաեւ կա Բար Յոզեֆ, որը նույնպես Լևանտյան միջանցք առանձնացրել, որտեղ էլի փոխգործակցության մի մեծ ցանց է ցույց տալիս եւ ասում է, որ այս հասարակությունները ապրում են ուրեմն կնոջ եւ ցլի պատկերագրությամբ, հա, արխետիպային պաշտամունքային համակարգն ունեցել եւ այլն, ամենայն հավանականությամբ այդ նույնն էլ Կովենն է ասում, որ էլի ցուլն բան եղել, էլի ցլի պաշտամունքի եւ այլն։ Այդ պաշտամունքի սպասավորները, այդպես անվանենք դրանց եւ այլն, այդ մարդիկ, որոնք այդ դրանց մասին ինչ որ հա լեգենդներ են հյուսել եւ այլն, ասին նրանք են կրում այդ երևույթների մասին հիմնական նախնիներից եկած, հա, ավանդույթները, պատկերացումները եւ այլն, այդ մարդիկ են, որ պետք է առաջինը լինեին թե բաժանողները, թե բաշխողները, թե ապահովեին այդ այսօրվա տերմինոսը հոգեվորականներ մոտ այո, այս բաներով ռազմական վերնախավի խնդիրը հետո գկա այդ հասարակություններում ռազմական միլիտարիզացված հասարակությունների հետ գործ չունենք, այսինքն նրանց մոտ իրենք կռվում են, պաշտպանում են, կա, ասում եմ, ձևավորվեց արդեն սահման տարածք եւ այլն, չէ, դրանք շատ եթե ոչ հազարամյակներ, հարյուրամյակներ հետո գկա մեջտեղ, բայց ինքը մեխանիզմը այդ մարդիկ բրի գային, դառնային այդ էլիտան, հա, այդ էլիտայի ապրելու եւ տարածվելու ինքը այդ համակարգը, որ սկսեց շատ արագ տենց տարածվել, ինքը ձևավորում է այդ Ժակոբեն ասում է սուպրարեգիոնալ բան, այսինքն վերռեգիոնալ համակարգ է ձևավորվում, որի միջուկային կենտրոններից գաղափարները գնացել են դեպի պերիֆերիկ զոնաներ, հա, կամ միջանկյալ այդ տարածքները, էլի, եւ այլն, եւ ակնհայտորեն քարտեզներ գծված եւ այլն։ Ես այդ պատկերները տվել եմ քեզ։ Ցուցադրես, դրանք Երևան էլի մեջ է։ Այդ համակարգը ոնց է ձևավորվում, որը կազմալուծվեց մոտավորապես 6600-6000-ական թվականներին, որից հետո արդեն մենք գործ ունենք, դա արդեն նախակերամիկական նեոլիթը կավարտվի, կամ նախախեցեգործական նեոլիթը կավարտվի, գկա ուրեմն զարգացած նեոլիթը, երբ որ արդեն խեցի է արտադրում եւ այլն։ Այդ ժամանակ, օրինակ, Արաքսից հյուսիս ընկած հատվածներում մենք արդեն այդ ժամանակ բնակատեղիներ ունենք այստեղ, այդ ժամանակ։ Մինչև այդ միայն աղձնիկ ծոպք, այսինքն Տավրոսի փեշերին ունեինք, որը վերին միջագետ հասկացության մի մասն է։ Վերին միջագետքը նաև ասորիկն է, մի քիչ Իրաքի տարածքներ եւ հայկական լեռնաշխարհի հարավ, հա, այդ արևմտյան հատվածները, հատկապես մինչև աղձնիկի ու ծոպկի այդ հատվածները, մինչև Բինգոլիտակ անգամ։ Հա, դե գետերի մեծ գետերի մոտ պետք է լիներ։ Խոսքը Տիգրիս Եփրատի հոսանքների մասին է, ջրհավաք ավազանի մասին, մեծ ավազանի մասին։ Հա, մանավանդ եթե ասենք ծորեն էին ցանում, պետք է ծորենը շատ ջուր։ Այսինքն վերջի 95-ական թվականներից մինչև այսօր դեռ շարունակվում են ուսումնասիրությունները, ծորենը, մի հատիկ երկաթիկ ծորենը, կոշ ծորենը, ոսպը, հատիկանդեղենի բազմաթիվ տարբերակներ եւ այլն ընտելացման հիմնական կենտրոն միակ կենտրոն չի եղել, բայց հիմնական կենտրոններից մեկը դա հայկական լեռնաշխարհի նշածած հատվածներն են։ Նաեւ կենթանական աշխարհի ներկայացուցիչները։ Սրա Տավրոսի թե հյուսիսային փեշերի թե հարավային փեշերի այդ հուշարձաններում է, որ վաղագույն օրինակները արձանագրվում են, որից հետո դրանք կտարածվեն։